հետևանքներ, առաջիկայում կունենանք նաև նոր նշանակումներ։ Պարոն նախարար, դուք ըստ էության տարանջատում եք դնում խաղաղ պայմաններում բանակում զոհվածների, ես հիմա ըստ էության թվերը առանձնացնում եք, հա, ինքնասպանություն, սպանությունների դեպքերը խաղաղ պայմաններում զոհվածների մյուս թվից, արդյոք այս տարանջատումը ինչին է օրինակ թվերը։ Ես լավ չհասկացա, խնդրում եմ։ Դուք մենակ Ես կասեմ հարցեությունը, պաշտպանության նախարարությունը միակ կառույցն է, որ եւ ծառայության հետ կապված եւ չկապված։ Դուք հիմա ինքնասպանությունների եւ սպանությունների թվերն եք ներկայացնում, բայց խաղաղ պայմաններում զոհերի թիվը ասում եք պետք չի։ Զոհը ինչ է կներեք էլի։ Զոհ տերմինը ինչ է։ Մահացողները։ Մահանալն ու զոհվելը նույն բաներն են։ Այսինքն ավտովթարը զոհ չի։ Քաղաքացիական բանը դուրս։ Հարգելիս, երբ մենք խոսում ենք վիճակագրության մասին, ես խոսեցի, որ կարող է մարդը հիվանդությունից, մենք գործ ունենք տասնյակ հազարավոր անդամներ ունեցող համակարգի մասին, որտեղ ծառայում են 18-ից մինչև 65 եւ ավելի նույնիսկ երբեմն տարիք ունեցող մարդիկ, ովքեր ունեն հիվանդություններ, սրտանոթային, տառապում են այլ հիվանդություններով, մեքենա են վարում, վթարվում են, վիրավորվում են եւ մահանում են։ Ներողություն, ես իմ հարցը Արգելիս ուր եմ տանում, ներողություն էլի, դիցուկ քաղաքացի, ով ծառայում է Հայաստանի Հանրապետության բանակում։ Իր մեքենայով վթարվում է ու մահանում է։ Իրանց տանը, ընտանիքով։ Ես դրա մասին Ընտանիքով է վթարվում նույնիսկ, դրանց դեպքեր էլ ունենք։ Հիմա ասում եք դուք ինչու եք տարանջատում։ Ոչ, դուք եք ծայրահեղացնում։ Կարելի է իմ հարցը։ Մարդիկ ասում են, որ իրավապաշտպանները, նաև ծնողները, որ մենք բանակին երեխա ենք տալիս եւ այդ երեխաները մահանում են։ Դուք ասում եք, որ ինչու եք տարանջատում ըստ էության նվազեցնելով պատասխանատվությունը եւ ասում եք սա ծառայության հետ ինչ կապ ունի։ Արդյոք չեք տեսնում այդ կապը եւ մարդիկ բանակ են ուղարկում երեխային։ Դուք ասում եք հիվանդությունների։ Ձեր հարցը անկեղծ եք տալիս։ Այո, որովհետեւ հնչում է այդ տեսակետը, այդ դեպքում ներողություն եմ խնդրում։ Եթե ես այդ հարցին նայեի այն դիտանկյունից, որ դուք եք ներկայացնում, Այդպիսի տեսակետ է հնչում եւ ես ձեզ ասում եմ։ Խնդրում եմ լսեք։ Ձեզ հակադարձում եմ։ Խնդրում եմ լսեք։ Եթե ես հարցին նման կերպ նայեի, ես այսօր ձեզ հետ խոսելիս, վիճակագրությունը նաեւ ներկայացնելիս կասեի. հարգելի լրագրողներ, սիրելի հանրություն, այդ վիճակագրության մեջ ժամկետային զինծառայողները 4-ն են։ Մնացածը պայմանագրային ու տարբեր կոչումներ ունեցող տարբեր տարիքային խմբերի զինծառայողներ են, բայց ես դրա մասին չեմ խոսել։ Ձեր հաշվարկով կամ ձեր մեթոդաբանությամբ բոլորը 18-ից 20 տարեկան երեխաներ են կամ տղաներ են։ Այդպես չի։ Ես նշում եմ, որ ձեր նշած վիճակագրության մեջ տարբեր տարիքային խմբերում գտնվող ու տարբեր պատճառներով եղած դեպքերն են, որը Պաշտպանության նախարարությունը ի տարբերություն որևէ այլ կառույցի։ Հիմա դուք երբևէ վիճակագրություն լսել եք X մարդ, հիմա չասեմ, լավ փրկարար ծառայությունում տարեկան քանի հոգի է մահանում, ունեք նման վիճակագրություն։ Չի հայտարարվել դա, մենք պատերազմական երկրում ենք ապրել, այդ վիճակագրությունը զգայուն է եղել, ամեն տարի այդ վիճակագրությունը ներկայացվել է, բայց նորից եմ ասում, ինչ կապ ունի Պաշտպանության նախարարը, եթե մարդը ինֆարկտից մահանում է։ Ինչ կապ ունի գլխավոր շտաբի պետը, եթե մարդը իր մեքենայով վթարվել է։ Իսկ եթե 5 տարի նույն սպանության ինքնասպանության հասցնելու դեպքերը չեն նվազում, նախարարը կապ չունի, դուք չեք իրականացնում պաշտպանական քաղաքականությունը, դուք չեք վիճակագրությունը։ Այո։ Իմ նշած վիճակագրությամբ 2025 թվականին այդ դեպքերը դարձել են 2։ Ես շնորհակալ եմ ձեզ հարցի համար։ Այսինքն դուք կարծում եք, որ դուք բարելավել եք իրավիճակը։ Ես պատասխանեցի ձեր հարցին, ես շարունակելու եմ հետևողական այդ ոչ թե թիվը դեպքերը պակասեցնելու ճանապարհով գնալ։ Շնորհակալ եմ։ Պարոն Պապիկյան, դուք խոսում եք բանակի հեղինակությունից, եւ զինվորականը այսպես